the President of the United States. Ամերիկան վերադարձել է, պատրաստվեք անհավանական ապագայի։ Այսպես է սկսել Դոնալդ Թրամփը կոնգրեսում իր առաջին ելույթը։ Նա օրենսդիրներին է ներկայացրել իր վարչակազմի 1.5 ամսվա աշխատանքի արդյունքները, երկրի տնտեսության զարգացման տեսլականը, ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Թրամփը հայտարարել է, որ այս կարճ ժամանակահատվածում ինքն ավելի շատ բանի է հասել, քան նախորդ վարչակազմերի մեծ մասը 4-ից 8 տարում։ Եվ սա մեր ոսկե դարի սկիզբն է, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը Թրամփը պնդել է, անդադար աշխատում է դաժան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահից, ըստ որի նրանք պատրաստ են հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նամակում ասվում է, ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները, պատրաստ են աշխատելու նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո եւ իսկապես գնահատում են Ամերիկայի աջակցությունը։ Ինչ վերաբերում է օգտակար հանածոների եւ անվտանգության մասին պայմանագրին, Ուկրաինան պատրաստ է ստորագրել ցանկացած պահի։ Ես գնահատում եմ, որ նա ինձ նման նամակ է ուղարկել։ Թրամփը հավելել է, որ զուգահեռ լուրջ քննարկումներ են եղել Մոսկվայի հետ։ Ուժեղ ազդանշաններ են ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության, հայտնել է ԱՄՆ նախագահը, ընդգծել երկու կողմի հետ բանակցելու կարևորությունը։ Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, տեսնելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի ամոթալի դուրսբերումը։ Պուտինը տեսավ դա եւ ասաց. «Սա իմ հնարավորությունն է», հավելել է Թրամփը։ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար, իսկ Եվրոպան ցավոք ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթ եւ գազ գնելու, քան Ուկրաինայի պաշտպանության համար, մինչդեռ մեզ օվկիանոս է բաժանում։ Հատկանշական է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունը դադարեցնելու Պենտագոնի երեկվա հայտարարությունը Թրամփը չի մեկնաբանել։ Սպիտակ տան ղեկավարը խոսել է Պանամայի ջրանցքի մասին, որը ԱՄՆ նախագահի կարծիքով շահագործվում է Չինաստանի կողմից, ինչը վտանգում է Միացյալ Նահանգների ազգային շահերը։ Իմ վարչակազմը կվերադարձնի ջրանցքը, մենք արդեն սկսել ենք դա անել, պնդել է Թրամփը, տեղեկացրել, որ հոնկոնգյան եւ ամերիկյան ընկերությունները գործարք են կնքել, որի համաձայն ամերիկացիները կվերահսկեն Պանամայի ջրանցքի երկու կարևոր նավահանգիստները։ ԱՄՆ նախագահը հիշել է նաև Գրենլանդիան։ Ուղերձ ունեմ Գրենլանդիայի հրաշալի ժողովրդին։ Մենք վճռականորեն աջակցում ենք սեփական ապագան որոշելու ձեր իրավունքին։ Եթե ցանկանաք, մենք կողջունենք ձեզ Միացյալ Նահանգների կազմում։ Գրենլանդիան մեզ պետք է ազգային եւ նույնիսկ միջազգային անվտանգության համար։ Կարծում եմ, այսպես թե այնպես կստանանք այն եւ կհարստացնենք։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների դրոշը կհայտնվի նաև Մարսում եւ դրանից անդին։ ԱՄՆ նախագահը հիշատակել է 3 Մեքսիկայի, Կանադայի եւ Չինաստանի նկատմամբ ուժի մեջ մտած մաքսատուրքերը։ Տասնամյակներով Միացյալ Նահանգների դեմ մաքսատուրքեր են սահմանել, եկել է դրանք այդ երկրների դեմ օգտագործելու ժամանակը։ Խոսքը Եվրամիության, Չինաստանի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Կանադայի եւ անհամար այլ երկրների մասին է։ Ապրիլի 2-ից ուժի մեջ կմտնեն փոխադարձ մաքսատուրքերը այն երկրների համար, որոնք մաքսատուրքեր են սահմանում ամերիկյան ապրանքների վրա։ Թրամփը նշել է, որ իր վարչակազմը ձեռքբերումներ ունի անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Նա նաև հիշեցրել է $5 միլիոն արժողությամբ ոսկե քարտեր ներդնելու գաղափարը։ Ակնկալվում է, որ դրանք կներառեն գրին քարտի արտոնությունները, թույլ կտան մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում, ինչպես նաև քաղաքացիություն ստանալ։ Թրամփը բողոքել է, որ նախորդ վարչակազմից ժառանգել է տնտեսական մղձավանջ, շնորհակալություն հայտնել գործարար Իլոն Մասկին եւ նրա գլխավորած արդյունավետության դեպարտամենտին բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման դեմ պայքարելու, ԱՄՆ արտաքին օգնության ծավալները եւ դաշնային ծառայողների թիվը կրճատելու համար։ Կպայքարենք գնաճի, խարդախությունների դեմ, կդադարեցնենք հարկերի վատնումը։ Մենք խեղդվում ենք պարտքերի տակ։ Իմ վարչակազմը կհաղթի բյուրոկրատիային եւ կվերականգնի իրական ժողովրդավարությունը։ Ցանկացած դաշնային բյուրոկրատ, որը կընդդիմանա այս փոփոխությանը, անմիջապես կհեռացվի պաշտոնից։ Թրամփի լավատեսությունը սակայն կիսել են ոչ բոլոր կոնգրեսականները։ Դեմոկրատները պարբերաբար ընդհատել են ԱՄՆ նախագահին, մեղադրել Մասկին գողության համար, բողոքել առողջապահության համակարգից։ Իսկ դեմոկրատ Էլ Գրինը դուրս է հրավիրվել դահլիճից Թրամփի ելույթը խանգարելու, նրա մանդատը կասկածի տակ դնելու համար։ ԱՄՆ նախագահն արձագանքել է. դժվար թե կարողանա ինչ-որ բան անել, որ դեմոկրատները ժպտան եւ երջանիկ լինեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։